կապված վիճակում եմ, կարելի ասեմ, նախ հեռախոսների պահով, եթե անգամ ձայնագրած ու ջնջածել լինի, գիտեք ինչ չեմ գնա, ես իմ իրավունք ինձ զրպարտելու համար, զրպարտում եք ինձ, կազմակերպում եք իմ դեմ, եթե անգամ ես ձայնագրել չգիտեմ, եթե անգամ մի հատ ձայնագրած ու ջնջածել լինի, խնդրեմ տարեք ածայ, որտեղ ուզում եք, ոստիկանություն, եթե լինի ես ոչ մի ձայնագրություն չեմ արել, գիտեք ինչ թողեք ես խոսեմ, ես այդպիսի, գիտեք ինչ, ես նորից եմ ասում, մի ձեռքը չի կարող ծապ տալ, ես չէ, կազմակերպում են վերևից, նսեմ ասում են հեղինակազրկում են ուսուցչին, այո, հիմա որ ասում են դասար ով է կազմակերպել, ես ով եմ, ես ծնող եմ, Քո երեխային Սիմոնի Պողոսի երեխաների Դրթվելով ձեր արածից, եկելած, այո, դուք հաստատում եք այդ ամենը։ Ես եկել եմ դպրոց, տեսնեմ ինչ իրավիճակը։ Գիտեք ինչի եմ ես ուսուցիչներին պաշտպանում, որտեղ բոլոր ուսուցիչներին ես հատիկ առ հատիկ ճանաչում եմ։ Հարգված ու սիրված են ամբողջ գյուղում։ Մաքրամաքուր ուսուցիչ եք այս դպրոցում, իհարկե։ Հա, մենք ենք։ Ոչ մի մանկավարժ, որ ինչ-որ թերություն կա, թերություններով այդպես մարդ չկա, որ թերություն չունենա, Ես կասեմ ավելի, այդպես ուսուցիչ չկա, որ թերություն ունենա։ Ես տեսեք, մեկ հիմա մեր դպրոցը այնքան ցածր չի, որ հիմնվի ձեր ձայնագրության։ Ձեր միակ փաստը այս դպրոց իրար խառնելն է։ Մենք ձայնագրություն մեջ չենք բերում։ Դուք իրավունք չունեք բառերով մեր ուսուցիչներին դաժե վիրավորեք։ Ինչից եք պաշտպանում։ Ձեր հարցակումներից, ձեր զրպարտանքներից, անկեղծ եմ ասում, ես գրքերով, իմ ես գնում, հոգեկան հիվանդը դուք ինքներդ եք հոգեկան, արձակից չեմ խմում։ Նախ ինքը մտնում է դասարան ու վիրավորում է արցախցիներին, Արցախցի երեխաներ կան։ անելով թուրք է ասել, Ստար դպրոցը Կարապաքսի կոնկրետ դուք, ընկեր Դավթյան, կոնկրետ դուք հակահայկական քարոզություն եք անում մեր դասարանում, արել եք սաղ դասարանը վստահ կողս Չի ասել մասնավոր։ Գալիս է մեր դասարան Թուրքիային է պաշտպանում, մենք հետը որ ինչ-որ վիճվում ենք բանը կամ այդ Թուրքիայի պայից, հանում մեզի կոնֆետա հյուրասիրում, յանի հանգստացեք, բայց մենք դրանից չենք կարող հանգստանալ։ Ինչ է ասում եւ դուք ոնց եք հակադարձում։ Ասում է, բանը, ցեղասպանությունը ոչ մի բան, ալենք սաղ մոռանանք, բանը, ես կարամ Թուրքիայի հետ ընկերին եմ։ Ոնց կարող եմ, գիտես ինչ։ Ես ես զինվորական ընտանիքից եմ։ Ես լիքը բան եմ տեսել ձեր դասում, լավ գիտեք ես ձեր հետ ինչ ձև եմ շփվում։ Դուք մեր դասարանում նկարում եք մեր դասարանի աշակերտին, ով որ գլուխը դրել է պրոստը սեղանին։ Դուք գալիս եք մեր դասարանը ջնջելը հեշտ չի։ Եկել Դավթյան։ Այդ ջնջելը ինձ ոչ մի բան է, ես իմ դասարանցիքի վրա վստահ եմ, որ իրանք ես չեմ զրպատում, ես ճիշտն եմ ասում։ Չաղացի չկա, բայց գալիս է թուրքերին ասում պաշտպանին։ Երեխաներ կան, որոնց ինքը սերմանում է, որ կարող է ինքը ցեղասպանությունը մոռանալ եւ թուրքերի հետ ընկերություն անել, իսկ կոնկրետ ես իմ անունից եմ խոսում, ես այդ ամեն ինչը չեմ կարող ընդունել, որովհետեւ շատ հայրենասեր տղա եմ, ու դա իմ համար շատ վատ է, նենց չի ես ինչ-որ գերազանց սովորող աշակերտ եմ կամ ինչ-որ բան, բայց կոնկրետ հայոց պատմության դասեր է եղել, ընկեր Սարգսյանն էլ է եղել հայոց պատմության դասը, ու իր վախտով սովորել եմ, իսկ հիմա դասը չի ընթանում իր ժամերին։ Չէ, չենք ստում, նայեք ընկեր Դավթյան։ Այս դպրոցում Քիչ սաղ դպրոցը ստում։ եթե դասատու լինեք, եթե դուք լավ դասատու լինեք ու դուք լավ հայն եք, չեք ասի, հայ ճանաչելով թուրքի սիրում եմ։ Լավ եմ արել ասել եմ, բայց ես չեմ ասել։ Համարժում եք լավ եմ արել ասել եմ։ Նայեք հիմա դուք ձոր բենոք։ Ինքը եթե ինքը սուտ խոսացող, եթե ինքը սուտ խոս,
Հələ մի րոպե։ Եթե ինքը սուտ խոսացող, սուս մնացեք։ Եթե ինքը ստող դասատուչներ նոր չեր ասի, լավ եմ անում, բայց ես տես բան չեմ ասել։ Համ ասում է լավ եմ արել, համ էլ ասում է տես բան չեմ ասել։